բոլորը հետերկած ապրանքներ են, ռեաներ են։ Արդեն ինքը փչացել է, խապել է։ Մարմարաշենցի հարությունը ցույց է տալիս իր աճեցրած ռեհանի կապերը, որոնք հույս ուներ վաճառել ու եկամուտ ստանալ։ Իսկ հիմա ստիպված է ուղղակի աղբնետել։ Մի քանի օր առաջ ռուսական շուկայի համար նախատեսված նրա ամբողջ ռեհանը արտահանողը հետ է բերել Լարսի անցակետից։ Տոպրակներով բերքն ամբողջությամբ տեղական շուկայում իրացնել չի հաջողվել։ Առաջարկը չափազանց մեծ էր։ Հարությունի նման շատերն էին իրենց հետ եկած ռեհանը վաճառքի հանել ու հիմա նա ստիպված է թափել իր ամբողջ բերքը։ Գրած վնասների մասին Հարությունը խոսել չի ցանկանում։ Ասում է գյուղացու հոգսը միայն գյուղացուն է հետաքրքրում։ Մի քիչ խիղճ ունենան մեր ղեկավարները, անկախ նրանից ով ուզում է գա, իմ մար հետաքրքիր չի, թող ժողովրդի մասին մտածեն։ Այնքան որ ժողովրդի մասին մտածեն։ Խիղճ ունենան, քնում են, եթե քնում են։ Դեռ չեն խմում, քնեն կամ ինչ։ Եթե գլուխները դնում են բարձին, թող իմանա, որ այդ գյուղացին մեղք կա։ Մի օր թողան կանեն այս արևի տակ, թող մշակեն ու նոր խոսան։ Չունեն, խիղճ ոչ մեկ չունեն։ Լարսից ոչ միայն ռեհանն է հետ ուղարկվել, այլև ելակը, կերասը, լոլիկը, պղպեղն ու այլ գյուղմթերքներ։ Ոչ մեկ, ոչ մի հատ մեր հայ ազգի, Հայաստանի բնակիչը սենց բիբար երբեք շուկայի չի առել։ Մենակ գնացել է Ռուսաստան, իրանք են առեկել է։ Լավը գնացել է իրանց մոտ, վատը մնացել է մեր խեղճու կրակ ժողովրդի մոտ։ Ու տանում են, էդի թափում են։ Բիբար ինչ գնով եք վաճառում օրինակ։ 100 դրամ, որովհետեւ պետք է վաճառեին 200 դրամ։ Էս էլ վնասվանք։ Նայ կափարիչներով սա հետ է եկել։ Այն կափարիչներով սա բիբարները հետ է եկել Ռուսաստանից։ Որ պետք է գնա հետ է եկել։ Այստեղ 100 դրամ ենք վաճառում, այնտեղ 200-250 դրամ կվաճառում Ռուսաստանում։ Արտյոմ Եղյանը վերավաճառող է։ Ջերմոցատերերից գնել էր պղպեղ Ռուսաստան արտահանելու նպատակով։ 10 տարի է, ասում է, այդպես էր ապրուստի միջոց վաստակում։ Վերջին անգամ արկղերով պղպեղը հետ են ուղարկել անցակետից։ Մոտ 1 միլիոն դրամի վնաս է կրել Արտյոմը։ Վերջի երեսը չեն թողել։ Կանփեկը փակա չեն թողում արտահանում։ Հիմա քանի օր է որ այստեղ փորձում եք վաճառել։ 3 օր է։ 3 օր։ Այս համարյա վերջանում է։ Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից տուժած վաճառողները շուկա են բերել նաև կերասը։ Այդ պատճառով էլ կտրուկ նվազել է նաև կերասի գինը։ Ըստ էության ստեղծված իրավիճակից տուժում են նաև տեղի շուկայում բերքն իրացնող տնտեսվարողները։ Եթե նախորդ տարի կերասը 1500-ից 2000 դրամով էին վաճառում, ապա այս տարի գինն էականորեն փոխվել է։ Այս տարի գինը հարցն են 700 ասում են, թողում եք մեն 500։ Շատ է շուկայում այս պահին գիլասը։ Ճիշտը որ ասեմ, ես ման չեմ եկել, բայց որ հարցնում են, ասում են, սա շուկան երբան է, գիլաս ասում է, ինչ եք ես թանկացում։ Եթե արտահանվում է, շուկան բնական է, որ քիչ առնում, թանկանում է։ Եթե որ չի արտահանվում, շուկան էժանանում արդեն։ Շուկայում թե ջերմոցատերերը, թե վերավաճառողները միաբերան ասում են, այս տարի գյուղացիների կրած վնասն ահռելի չափերի է հասնում։ Շուկայում որոշ դեպքերում ինքնարժեքից ցածր գնով են վաճառում գյուղմթերքը։ Ինքնարժեքն էլ անցած տարվա հետ համեմատած բարձր է, ամեն ինչի, ոչ միայն լոլիկի։ Կոնկրետ պղպեղը մի 500 դրամի տարբերություն է տալիս։ Կոնկրետ պղպեղը հիմա վաճառում են 400 դրամով, բայց 400 դրամից բարձր ինքնարժեք ունի։ Այս պահին պղպեղը 400 դրամից բարձր ինքնարժեք ունի։ Բարձր որակի պղպեղը հենց հիմա վաճառում են, այսինքն չեն էլ վաճառում, փորձում են վաճառել 400 դրամով։ Ոչ միայն արտահանման արգելքն է պատճառ դարձել ստեղծված իրավիճակի, ասում են շուկայի վաճառականները, այլև Իրանից մեծ քանակությամբ բերքի ներկրումը։ Այդքան չարտահանելը չի ազդել, ինչքան որ Պարսկաստանից էժանագին անվորակ ապրանքի ներմուծումը։ Դա ավելի շատ է վնասել, մինչև արտահանումը սկսելն էլ, արգելափակվելն էլ Պարսկաստանից եկած ապրանքների պատճառով էժան եւ անվորակ արդեն այստեղ սկսել է գնները բավականին նվազել, ինչը որ ընդհանրապես ձեռնատվություն է ֆերմերներին։ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների օղակը օր-օրի ավելի է սեղմվում, ապրանքների ցանկն ամեն օր նոր անուններով է համալրվում։ Միայն նախորդ օրվա ընթացքում Լարսից գյուղմթերքով բեռնված 17 բեռնատար է հետ ուղարկվել Հայաստան։ Մեր հայաստանի էքսպերտիզա գնահատականը տվել է, որ որակը լավն է, ոչ մի այնտեղ թունավոր կամ չգիտեմ, այնպես վտանգավոր բաներ չկան, ամեն ինչը բարձր որակի միրգ է, բայց նաև այդ թվում նաև ասենք բանջարեղեն է գնացել, բիբարին այնց հիվանդություն են կպցրել, որ բիբար այդ հիվանդությունով չի վարակվում։
Բեռնատարների վարորդները Բագրատաշենի անցակետի մոտակայքում ճանապարհ էին փակել նախորդին 9 շամ բողոքի։ Պատկան մարմիններից սակայն արձագանք չի ստացվել։ Վարորդները եւս մեկ անգամ ուզում են դիմել էկոնոմիկայի նախարարին կոչ անելով լուծում տալ խնդրին։ Հյուրանոցային բումերը այդքան էլ կարևոր չեն, քան գյուղատնտեսական բումը, որ բոլոր գյուղացիները, այդ թվում նաև բեռնափոխադրող ընկերությունները բախված են մի հատ մեծ բումի, որի տատից չգիտեմ ոնց են դուրս գալու։ Ինչ որ ասեցին վարչապետը, այդ օրը առավոտ ասել էր մենք ձեր բոլոր գյուղմթերքները կգնեմ, ուզում եմ արդից եւս մի անգամ էլ օգտվել վարչապետին էլ դիմեմ։ Եթե հնարավոր է ձեր WhatsApp-ը կամ մենք մեր WhatsApp-ը ուղարկենք մեզ բանը, տեղորոշիչ լոկացիա ուղարկեք, թե որտեղ եք գնել այդ բաներն ու լոլիկները, էլի կամ ելակը այդ թվում նաև։ Դա որ մարդը էլ է խոսացել, Եվրոպայի մասին էլ է խոսացել, բայց դրանք հարցեր են, որոնք որ գիտեք ոնց, ասում եմ խոսքը պետքա ուժ ունենա։ Մեր դեպքում մենք դեռևս մինչ օրս լսում ենք խոսքեր։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ օրեցօր բողոքի ալիք է հասունանում, ինչը ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ բոլորովին ձեռնտու չէ իշխող ուժին։ Իշխանությունն այսօր ամեն գնով փորձում է թույլ չտալ, որ բողոքի ալիք բարձրանա։ Այդ նպատակով Փաշինյանն անցել է հարցի լուծման իր երկու ավանդական մեթոդներին։ Նախընտրական ելույթներում մի կողմից հայտարարում է, թե նախկիններն են մեղավոր ստեղծված իրավիճակի համար, որոնք նրա խոսքով դրդում են Ռուսաստանին նման քայլերի գնալ, մյուս կողմից իրավիճակային լուծումներով փորձում է փոխհատուցել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձախողման հետևանքները։ Ավելին, կառավարությունը հապշտապ ծրագրեր է բերում, որոնցով տարբեր առաջարկներ է անում տնտեսվարողներին, սուբսիդիաներից մինչև մաքսատուրքերից ազատում։ Էկոնոմիկայի նախարարն այսօր հայտարարել է, որ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների, լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղիկի արտահանումը, բացի դրանից կվերադարձնի ԵՄ արտահանվող թարմ պտուղ բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Թե որտեղից է կառավարությունը վերցնելու այս գումարները, հայտնի չէ։